Նախ ուզում եմ միանգամից դատապարտեմ այդ երիտասարդի պահվածքը, մեզ համար բռնությունը յուրաքանչյուր դրսևորումով անընդունելի է, բայց պարոն Փաշինյան, հիմա ուզում եմ անդրադառնամ ձեզ, նորից խոսելու ենք բարեվարկության կանոնների մասին, ես չգիտեմ, մեկը չկա ձեր կողքը այդ ամեն ինչը բացատրում։ Երբ որ մարդ ուշացած գալիս է եկեղեցի, այն էլ տոնորով, այսօր տոնոր է իմիջիալոց, եկեղեցին երբ որ լեփլեցուն է եւ արարողությունը արդեն ընթացքում է, այդ մարդը գալիս է, կանգնում է ասենց ծայրից, որտեղ տեղ կա, ակուրատնի իր համար հետևում է ամեն ինչին, աղոթում է, մասնակցում է արարողությանը։ Ոչ թե գալիս է ամենավերջից, սենց մեջտեղով, սաղին խանգայելով, բրբրթելով, մտնում է այնքան որ գնային առաջի շարքում սենց կանգնի։ Այն էլ մենակով չի գալիս, էլ ախրաննիկներով, էլ ինչ-որ իր խառը մարդկանցով այդ կուսակցական, այն ալենին եք հետները տանում, այն մարդը մարդկանց վրա օրը ցերեկով թքում է, նա եկեղեցի գալիս է ինչ անի, միգուցե մեղքերի թողության համար, չգիտեմ։ Այս պահվածքը բարեվարկության կանոններով անընդունելի է։ Համենայն դեպս, եթե անպայման ուզում եք հենց եկեղեցու մեջ ձեր քարոզարշավը անցկացնեք, խնդրեմ 10 հատ եպիսկոպոս ունեք։ Ուրեմն 10 հատ եկեղեցի եք կառուցում, ամեն մի եպիսկոպոսին դնում եք այդ եկեղեցում, երբ ուզում եք արարողությունների ժամանակ գնում եք, ձեր քարոզարշավը անցկացնում եք, մարդկանց բրբրթում եք, ինչ ուզում եք անում եք։ Բայց այս մեր հավատացյալ ժողովրդին հանգիստ թողեք, էլի։ Չեք զգում, որ առանց ձեզ ամեն ինչ հանգիստ իր հունով ընթանում է։ Որտեղ մտնում եք, այդտեղ կռիվ է։ Լավ, հո կրակը չեք ընկել ձեր քարոզարշավի ձեռը։